Շնորհակալություն ժողովուրդ ջան, սիրելի լորեցիներ, առաջին անգամ Վանաձորում հանդիպում եմ ունեցել ժողովրդի հետ 88 թվականի վերջ, թե 89 թվականի սկիզբ, լավ չեմ հիշում, եղել է այստեղ, այս պուրակում, բեմը չի եղել, ես հանդիպում և ելույթ եմ ունեցել այն աստիճաններից, ձիանա չկար, ուրիշ բաներ, չեմ հիշում հիմա ինչ էր, և այն ժամանակ ես ձեր կողմից ընտրվեցի Գերագույն խորհրդի պատգամավոր Հայաստանի Հանրապետության և դա ինձ օգնեց արդյունավետ պայքար մղել Արցախում։ Մի վահան էր ինձ համար և այն ժամանակ այս տեղից, այն կետից ասել եմ, որ վստահ եղեք, որ Արցախի պայքարը բերելու ենք տրամաբանական ավարտին, ունենալու ենք անկախ և ազատ Արցախ և արել ենք դա։ Շնորհակալություն, որ այն ժամանակ վստահեցի։ 92 թվականի օգոստոս Արցախի կեսը օկուպացված էր ադրբեջանական զորքով և այն ժամանակ իմ վրա վերցրի ամբողջ պատասխանատվությունը, ստեղծեցինք պետական պաշտպանության կոմիտե, առաջնորդեցի դա և դրանից հետո սկսվեցին մեր հաղթանակները, որոնցով բոլորս հպարտանում էինք։ Բայց սկիզբը այստեղից է սկսվել։ Այնպես է ուղղակի իմ ճակատագիրը դրսևորվել, որ երբ վիճակը շատ է վատանում, ինձ հիշում են։ Երբ վիճակը շատ լավ է լինում, ասում են ես Քոչարյանը շատ խիստ է, սաղին աշխատացնում է։ 97 թվական ես Ղարաբաղի նախագահ էի, Հայաստանում վիճակը երևի գիտեք ինչպիսին էր, ինձ խնդրեցին, դիմեցին և համոզեցին, որ գամ Հայաստանի և զբաղեցնեմ Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Երկար էին համոզում, համաձայնվեցի և պատվով կատարեցի նաև այդ պարտականությունը։ 10 տարի Հայաստանի Հանրապետությունը եղել է անվտանգ, տնտեսությունը զարգանում էր խայտառակ տեմպերով, տարին 12% աճ, համախառն ներքին արդյունքը աճել է 6 անգամ, բյուջեն 8 անգամ, թոշակները 6 անգամ, 6-ապատիկ։ Սա երկրորդ ճակատագրական քայլն էր, որը այն ժամանակ որոշումը ես կայացրեցի և պատվով դուրս եկա։ Մի քիչ ուղղակի իմ մասին եմ պատմում այսօր, այլ ոչի ելույթ որոշեցի ունենալ։ Հետո հեռացա, հանգիստ լինելով, որ Արցախը պաշտպանված է, Հայաստանը ճիշտ ուղու վրա է։ Մտքումս չկար, որ կարող եմ վերադառնալ, ցանկություն չունեի զբաղեցնել որևէ պաշտոն։ Ասել եմ հերիք է, արել եմ ինչ հնարավոր էր, հիմա ազատ մարդ եմ։ Եկավ 18 թվականը, անկեղծ ասեմ, հնարավոր չէր մի կողմ քաշվել, հնարավոր չէր չզգալ, չնկատել, որ սա բերելու է մեծ ողբերգության, քարուքանդ անելու այն բոլոր ձեռքբերումները, որոնք մենք ունեցանք և չսխալվեցի։ Հիմա ոչ թե ինձ են համոզում, որ ես գամ, ես եմ ձեզ համոզում, տվեք այդ լիազորությունները և այդ հնարավորությունը երրորդ անգամ անել ամեն ինչ, որ Հայաստանը մնա հայկական, հայերի համար։ Հիմա հենց դրա համար եմ ես կաղնած ձեր առջև, հենց դրա համար։ Եվ կրկնեմ, մինչ այդ ինձ համոզում էին, ինձ դիմում էին, հիմա ես իմ ոտով եկել եմ և ձեզ ինքս դիմում եմ։
տվեք այդ հնարավորությունը, երկիրը սրիկաններից պետք է ազատել։ Ուրեմն, հունիսի 7 համար 17, հունիսի 7 համար 17, մի քանի խոսք տեղական հարցերի մասին, մեր մոտեցումը, Հայաստանը պետք է լինի արդյունաբերական երկիր, Վանաձորը եղել է արդյունաբերական քաղաք, մենք այդ փառքը պետք է վերադարձնենք այստեղ։ Արդյունաբերական երկիրը նշանակում է լավ, բարձր մակարդակի կրթություն։ Չես կարող ունենալ արդյունաբերություն, չունենալով կրթություն։ Ուրեմն այս բոլոր հարցերը ստանալու են իրենց լուծումը վստահ եղեք։ Եվ անցած անգամ ինձ մեկ հարցով դիմել էին, որպես տուրիստական բնությունը չքնաղ է այստեղ։ Տուրիզմի զարգացման համար ինձ դիմել են, որ կառուցվի ճոպանուղի այստեղ։ Իմ ժամանակ կառուցել ենք Ծաղկաձորը, դարձրել ենք լեռնադահուկային կուրորտ։ Իմ ժամանակ ճոպանուղին կառուցվեց Ջերմուկում։ Խոստանում եմ, դուք շատ կարճ ժամանակահատվածում ունենալու ենք նաև այդ։ Մի քանի խոսք ընտրությունների մասին։ Ժողովուրդ ջան, ես այսպիսի ընտրություններ Հայաստանում երբեք չեմ տեսել։ Չեմ մտածել երբեք, որ կարող է պայքար գնա ինքնության համար։ Չեմ մտածել, որ մենք ժողովրդով պետք է կամ քաղաքական ուժով պետք է պայքարենք հայ լինելու համար, պետք է պայքարենք Արարատի համար, պետք է պայքարենք ուղղակի շատ պարզ բնական մեր ավանդույթների համար եւ մեր պատմության համար։ Սա յուրահատկություն է, բայց սա չափազանց վտանգավոր յուրահատկություն է, որովհետեւ մարդիկ կասկածի տակ են դնում ամեն ինչ։ Այն սրբությունները, որոնց վրա դաստիարակվում է սերունդները եւ որոնց շնորհիվ մարդ հայրենասեր է դարձնում, պատրաստ է լինում անել ամեն ինչ սեփական երկիրը պաշտպանելու համար։ Դու կարող ես ունենալ լիքը սպառազինություն։ Այդ ամենը զրո է, եթե չունես հայրենասեր զինվոր, հայրենասեր քաղաքացի, պահանջատեր քաղաքացի։ Եվ մենք այստեղ ենք դա ապահովելու համար։ Համամիտ եք։ Ուրեմն, միասին Շնորհակալություն ժողովուրդ ջան։